Արևից մեր երկրում էլեկտրաէներգիա է ստանում բիզնես և բնակիչ միասին 55 հազարից ավելի սուբյեկտ, 34 հազարը պետական սուբսիդավորման ծրագրի շահառուներն են, այն դեպքում, երբ նախատեսվում էր, որ այդ թիվը կլինի մաքսիմում 2000։ Ընդհանուր վերցրած Հայաստանում արդեն իսկ 1000 մեգավատից ավելի արևային հզորություն ունենք։ Նոյեմբերի 11-ին նշվող էներգախնայողության օրվան ընդառաջ հայտարարում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Ֆոտովոլտայինի մասով այս գերակատարումը էներգետիկ համակարգում կառավարման ռիսկեր է առաջացրել, ասում են։ Այս պահին պետությունը ուղղակի ստիպված է գնալ այս քայլերին, զսպման մեխանիզմներ ներդնելի նկատի ունեմ, սակայն դա չի նշանակում, որ պետությունը կանգնացնում է վերականգնվող էներգետիկայի զարգացումը։ Խնդրի լուծում կարող է դառնալ աշխարհում ընդունված ակումուլյացիոն կայանների կիրառումը, որոնք թույլ կտան արևից ստացվող էլեկտրաէներգիան ոչ թե ինչպես հիմա է արտադրել ու անմիջապես ցանցեր մուտք անել, այլ հզորությունը կուտակել, պահել մինչև սպառման անհրաժեշտ պահը։ Նորամուծությունը մեր մոտ օր առաջ ներդնելու համար մշակվող էլեկտրաէներգիայի մասին օրենսդրական մեծ փաթեթից կուտակիչ կայանների գլուխն առանձնացրել են, որ շուտ ընդունվի, հայտարարում է Հովհաննես Աբրահամյանը։ Ներկայումս նախարարությունը, կառավարությունը մեծ աշխատանքներ է տանում դրանց համար իրավական դաշտը կարգավորելու, որպեսզի հնարավորություն ընձեռվի արդեն այդ կուտակիչ կայանները ներդնելու, որն էլ իր հետ կբերի վերականգնող էներգետիկ ռեսուրսների էլ ավելի զարգացման։ Մինչ այդ արևային մեծ արդյունաբերական կայանի կառուցման նոր թույլտվություն երկրում չի տրվի, ինչ մնում է սեփական կարիքների համար տանիքներին տեղադրվող ինքնավար համակարգերին։ Այստեղ կարևոր է իմանալ, որ պետությունը շուտով փոխելու է հոսանք ծախս գումար ֆինանսական սխեման, նախագիծը գրեթե պատրաստ է։ Այդուհանդերձ բնակչությունը մինչև տարվա վերջ դեռ ժամանակ ունի ֆոտովոլտային պանել դնելու, միայն թե արդեն սեփական գումարով կամ վարկով պետական օժանդակության ծրագիրն այս ամռանն ավարտվել է։ Պետությունը չի սուբսիդավորում, բայց չի խոչընդոտում, որպեսզի մարդիկ տեղադրեն, սակայն ասում է, որ մինչև 7-8 տարի հնարավորություն կտա, որպեսզի մարդիկ իրենց արտադրած ավելցուկը, էլեկտրաէներգիայի ավելցուկը կուտակեն, օգտագործելով նաև ձմռան ամիսներում, սակայն դրանից հետո անցնելու է ամսական հաշվարկի սկզբունքին, այսինքն յուրաքանչյուր ամիս իր արտադրած և սպառած էլեկտրաէներգիայի վերջնահաշվարկ է իրականացվելու, որի արդյունքներով, եթե քաղաքացին ավելի շատ արտադրել է, քան սպառել է, այդ մասով իրեն փոխհատուցում է տրվելու, իսկ եթե հակառակը նա վճարելու է հեծին։ Իդեպ ֆոտովոլտային կայանների ու ջրատաքացուցիչների անցնելու պետության սուբսիդավորման ծրագրով երկրում ամենաշատ արևային համակարգերը տեղադրվել են Արարատի ու Կոտայքի մարզերում։ Պարզվում է, Երևանից շատ շահառու ունի նաև Արմավիրը, մայրաքաղաքի թվին մի քիչ է զիջել Գեղարքունիքը։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։